Ես բնորոշում եմ արդեն տարիների պատմություն ունի ու հիմնականում ուղեկցվում է ավելի սաստկանում եւ ուշնանում են նախընտրական հետընտրական պրոցեսների ժամանակ իրենց գործելավոճին համապատասխան հերթական անգամ որոշել են, որ հիմա էլ Ավետիք Չալաբյանի նկատմամբ պիտի կիրառվի եւ կիրառում են, կարծում եմ լուրջ հետևություններ արդեն արված են, պիտի արդեն լուրջ գործողություններ արվի միասնական ճակատ, չգիտեմ, որպեսզի գոնե այս քաղաքական հիմքերով կալանավորված մարդիկ իրենց պաշտպանված կան, այս բանը ընդհանրապես էս կարող է։ Բայց այդ միասնական ճակատով գործել է հնարավոր պարոն որ իշխանությունները Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ հայտարարում են, ուզում են հեղափոխություն, իշխանափոխություն անել, թող դուրս գան փողոց։ Արդյոք Նիկոլ Փաշինյանը թույլ կտա, որ դուք միասնական ճակատով գործեք եւ օրինակ իշխանափոխություն։ Կներեք, Նիկոլ Փաշինյանը հաստատ մեր, ձեր կամ իր ընդդիմախոսների շահերի սպասարկման համար որևէ խոսք կամ գործողություն չի առաջարկի կամ անի, հետեւաբար թողնենք իր առաջարկություններն ու օրդորները, այստեղ պիտի հասկանալ, որ չեմ կարծում, թե բոլոր միջազգային կառույցներն են այսօր լալկվել, ջուր առել բերանները եւ կարմիր լույս են վառել, կանաչ լույս են վառել նման անօրինությունների համար, հենց այդ ուղղությամբ եմ ասում, ոչ թե միասնական ճակատը պիտի լինի ավելի շատ ոչ թե ինչ-որ տեղային, լոկալ, այլ միջազգային կառույցների այդ աշխատանքի առումով եւ ոչ թե այստեղ ինչ-որ լոկալ բողոքի ակցիաները, որովհետեւ Հայաստանի Հանրապետության ներսում այդ լոկալ որևէ ակցիաները, որևէ օգուտ գոնե միջև այս պահը չեն տվել, ես ավելի շատ միջազգային կառույցների, դիվանագիտական ներկայացությունների եւ ընդհանրապես ովքեր կոչված են մարդու իրավունքների, ազատությունների, քաղաքական ազատությունների այս միջազգային ասպարեզում շահերը պաշտպանելով։ Ես այդ նկատի ունեմ։ Միության միասնական հանրահավաքն էլ այս դեպքում ոչինչ չի կարող փոխել, որի մասին Սամվել Կարապետյանն էր հայտարարել։ Երբ որ ընդդիմության միասնական հանրահավաք կհայտարարվի, իսկ Սամվել Կարապետյանը ի թիվս հանրահավաքի մասին հայտարարության արել է, որ այդ հանրահավաքը կամ ինչ ակցիա որ կլինի, դա կլինի մի անգամ եւ դա կլինի հաղթական, հետեւաբար երբ որ կլինի դրա մասին արդեն առարկայական կխոսել։ Հանրահավաքներ կլինի մեկ անգամ եւ հաղթական։ Հասարակությունում տիրող բոլոր տրամադրությունները գալիս էին ապացուցելու նաեւ մեր շփումներն ու սոցիոլոգիական հարցումները, որ հաղթելու հնարավորությունն ու շանսը կա, դրա համար էլ հայտարարում էր ոչ թե ինչ որ ուղղակի հայտարարում։ Տեսեք, դուք խոսում եք միջազգային կառույցների, դիվանագետների, դիվանագիտական կառույցների մասին, բայց օրինակ Հայաստանում երբ տեղի են ունենում նման օրինակ անարդարություններ, ապօրինություններ, ինչու միջազգային որևէ կառույց, որևէ հայտարարություն չի տարածում կամ որևէ գործողություն չի իրականացնում, փոխարենը ողջունում են օրինակ ընդդիմադիրել, որ ինչ որ ֆորա ու կարտ բլանշ են տվել Հայաստանի իշխանություններին, ինչ նպատակներ քողարկված նպատակներ իրականացնելու համար կանաչ լույս վառել բոլոր այն գործողություններին, որոնք ըստ իշխանությունների սպառնում են կամ կարող են վտանգ հանդիսանալ իշխանությունների համար։ Այդ կոնտեքստում կարելի է դա Նիկոլ Փաշինյանը որևէ գործողություն հօգուտ ընդդիմադիրների չի իրականացնի։ Այդ դեպքում ինչ նպատակ է հետապնդում Նիկոլ Փաշինյանի այդ հայտարարությունները, մասնավորապես եթե ուզում են իշխանափոխություն անել։ Եթե հիմա Նիկոլ Փաշինյանին իր ցանկացած տարաբնույթ կամ իրարամերժ հայտարարության մասին որևէ մեկը հարց տա, ինքը կասի, որ դա քաղաքական հայտարարություն է, հետեւաբար սահմանափակվենք իր կողմից հնչեցվող քաղաքական հայտարարությունները իր գիտություն ընդունելով կամ չընդունելով։ Հետեւաբար Նիկոլ Փաշինյանի խոսույթը դարձնել օրակարգի թեմա եւ այդ ուղղությամբ մտածել դեռ մի բան էլ մտածել գործողություն անելու մասին ամենաանշնորհակալ ու ճիշտ գործը չէ։ Բայց ինչ եք կարծում, այս ռեպրեսիաները շարունակական բնույթ կունենան, նոր թափ կստանա։ Կարծում եմ ցանկացած իշխանություն մարդ, որը որ հնարավորություն ունի եւ այդ ուղղությամբ աշխատանքներ է կանում, աշխատանքներ է տանում, միջև իրեն չկանգնեցնեն, այդ process-ը շարունակական բնույթ է կրելու։